Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանի եւ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հերթական պատկերազարդ փայտե փազլ գլուխկոտրուկը դրվեց Զանգակ գրատան ցուցափեղկին։ Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը Սուրբ Ծննդյան թեմայով փազլն էր Սուրբ Ծննդի նախօրեին։ Ապա Տյառն ընթառաջը մուտք Երուսաղեմ փազլ գլուխկոտրուկի շնորհանդեսը կազմակերպվել էր Ծաղկազարդի տոնին։ Զանգակ գրատանը Մայրաթորի թանգարանների տնօրեն Տերասողիկ Աբեղա Կարապետյանը ողջունեց եւ միջոցառմանը ներկա մանուկներին փոխանցեց Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ 300 օրինակ տպաքանակով թողարկված այս տուփերում 15-րդ դարում Աղթամարում ստեղծված Տիրոջ մուտքը Երուսաղեմ մանրանկարն է։ Այն հավաքելու եւ ամբողջացնելու նպատակը զուտ զվարճանքը չէ, այլ մասերի բաժանված պատկերը վերականգնելու միջոցով նաեւ ավետարանական այս պատմությանը վերստին հաղորդ դառնալ է։ Դա մեր համար ոչ պրոդուկտ է սուվենիրի, չնայած շատ մարդիկ ասում են, որ ինչ լավ է, թանգարանը իր սուվենիրնի նոր պրոդուկցիան ունի, ոչ խաղալիք երեխաների համար, որովհետև մարդ կա, որ ասում է, իմ երեխան կկտրվի հեռախոսից եւ ունի իմաստով խաղալիք։ Մեր համար դա ոչ սուվենիր է, ոչ խաղալիք, մեր համար դա գործիք է, որով որ մենք ուզում ենք խոսենք երեխաների հետ։ Խոսենք մշակույթի լեզվով եւ հոգեվորական լեզվով։ Ծրագրել ենք առաջ աստված յուրաքանչյուր տոնի առիթով ըստ մեր ունեցած տոնական մանրանկարի ներկայացնելու հաջորդ թողարկումը եւ քանի որ արդեն մոտենում ենք զատկական շրջանին եւ զատիկը 40 օրեր մենք պիտի տոնախմբենք, կարծում եմ հաջորդը կընծայենք Սուրբ Հարության տոնին եւ այդ ընթացքում Հարության այդ շրջանում կունենանք նաեւ զատկական փազլ։ Շնորհանդեսին ներկա երեխաները մասնակցեցին նաեւ հայկական մանրանկարչության ստուդիայի կազմակերպած վարպետության դասին։ Սեղանների շուրջ գունավորեցին թեմատիկ գունանկարներ, ստեղծեցին իրենց ինքնուրույն մանրանկարը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Թուֆեյան հայորդաց տան պատանի կանոնահարները։ Մանրանկարներն ինքնին հարուստ են գույներով, ձևերով ու մանր դետալներով։ Աշխատանքը, որ սեղանի շուրջ կատարում են երեխաները, պահանջում է կենտրոնացում եւ ներքին խաղաղություն։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ այս աշխատանքը կնպաստի պատկերն ու պատգամը մանուկ հասակից յուրացնելու հմտությանը։ Լիաննա Չիչակյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։